Բարի լույս սիրելի հետևորդներ, դուք դիտում եք Առավոտը մեդիա հաբի հետ։ Այսօր ձեզ հետ կլինենք մենք, ես Ազատ քաղաքացի Անիկ Կարապետյանս եւ իմ անզուգական գործընկեր Արտուր Հայրապետյանը։ Բարի լույս։ Անի շատ այսպես պաշտոնական եւ Սուսաննա բանը փոստարկղ կար, չէ՞, Սուսաննա։ Հա, շնորհակալություն ես։ Շահինյան։ Այո, Սուսաննա Շահինյանի ոճով բարիև ձեզ, բան այսպես։ Ես մի անգամից ասեմ բարի լույս, սիրելիներ, մի լավ լուրով ավետիր մեր հետևորդներին։ Ես հիշեցնեմ, որ պետք է հետևել մեր YouTube-յան ալիքին, տարածել հնարավորինս շատ, հարցեր ուղղել, մենք ունենալու ենք հյուր եւ բավականին հետաքրքիր է անցնելու այսօրվա եթերը։ Անի դու այսօր շատ սիրուն ես։ Շնորհակալություն։ Երբ որ ես այսպես նստած էի ու դու աստիճաններով սպիտակ, քո այսպես երկարափեշ գեղեցկությամբ փորձում էի իջնել աստիճանները, ես մի պա ուղակի կարկամեցի։ Դե հուսով եմ ամբողջ եթերի ընթացքում չես կարկամելու։ Հա, այս գեղեցկությունը եւ այդ հմայքը, որ իմ առաջ նստած է, պիտի մի քիչ քչացնել, որովհետեւ ես կարող եմ այսպես նայել, հիանալ եւ լռել։ Ես ի նկատի կունենամ, խնդրում եմ ավետիր բարի լուրը։ Բայց փորձենք հավերժ չլռել։ Մենք ունենք շատ լավ նորություն եւ այս լավ նորությամբ էլ փորձում ենք սկսել Առավոտը մեդիա հաբի հետ։ Ես ասեմ, որ Անի շատ լավ նորություն է, իսկապես շատ լավ նորություն է, հատկապես երեխայի ծնունդը, հա։ Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 19-ամյա զինծառայող Պավլիկ Աբազյանի ընտանիքում ծնվեց աղջիկ, որի անունը դրեցին Արփի։ Շնորհավորում ենք Աբազյանների ընտանիքին, նաև շնորհակալություն ենք հայտնում, որ կարողացել են այդ ծանր կորուստից հետո եւս մեկ զավակ պարգևել մեր հայրենիքին։ Այո։ Ընտանիքը նոր հույս, նոր կյանք, թող որ առողջ բալիկ մեծանա։ Այո, եւ նաև պիտանի քաղաքացի, որովհետեւ այսօր մեր համար շատ կարեւոր է, հա, որ երեխաները դաստիարակվեն եւ մեծանան իսկապես հայրենասեր եւ արժեհամակարգով ազգային արժեհամակարգից խոսեցինք։ Վերջին օրերին շրջանառվեց մի նյութ, որտեղ նյութը կապված էր փոքրիկ երեխայի հետ Եվա Դանելյանի ստեղծագործության հետ, որտեղ նկարում պատկերված էին Արցախի պապիկն ու տատիկը եւ Ղևոնդյան, եթե չեմ սխալվում, երաժշտական կենտրոնի տնօրինությունը ճանաչեց նկարը հակապետական։ Գիտես Անի, ոչ թե ավելի հետաքրքիր է դպրոցի անունը կամ առհասարակ երևույթը որպես այդպեսին, հա։ Այն դեպքում, երբ որ երեխան իր մտապատկերում ունենում է, հա, եւ հիշողություն, եւ շարժում, երազում էր երեխան։ Եվ այո, երազանքներ մի անգամից փորձում են փլուզել այդ ամենը։ Կխնդրեմ մեր օպերատորին այս ընթացքում նաև նկարը ցուցադրել, որտեղ պատկերավոր կերպով տեսանելի է լինում, թե ինչպես է աղջնակը կանգնած նկարում եւ հեռուն նայում, այսինքն այդ երեխայի երազանքն է դառնալ Արցախ, դառնալ իր հայրենիք եւ ցավոք սրտի այսօր պետական մակարդակով արգելում են Արցախի երեխաներին անգամ երազել։ Գիտես աբսուրդը որն է, երբ որ այս իշխանությունը ամեն կերպ փորձում է Արցախը որպես այդպիսին մարդկանց հիշողությունից ջնջել։ Ինչքան էլ իրենք փորձեն մարդկանց հիշողությունից ջնջել, վերացնել, Արցախ բառի համար դատել, հա այդ հիշողությունը, որը մարդը կարող է վերապրել եւ տալ թղթին կամ տողեր, որոնք կարող են երկ դառնալ, հա, չեն կարող։ Անի, ամեն դեպքում գիտես այն կորսված հայրենիքի մասին ենք մենք հիմա խոսում, որը վաղ անցյալում չի եղել, հա։ Մեր աչքի առաջ է եղել այն ինչ որ եղել է, երբ որ ես ժամանակին Արևմտյան Հայաստանի մասին պատմություններ էի կարդում եւ ես միշտ անընդհատ այսպես ինքս ինձ կռիվ էի, հա, ասում եմ սիրտս բաբախում էր եւ սիրտս ընդառաջ էր գնում։ Կարողացան ջնջել Արևմտյան Հայաստանը, չկարողացան։ Գիտես ես միշտ չեն կարողանալու Արցախը, բայց կներես Արտուր ջան, ես չեմ ցանկանա որ ինչպես Արևմտյան Հայաստանն է մեզ համար անհասանելի, այդպես մեր երեխաների համար դառնա Արցախը։
ուստի ճիշտ է, մենք հիշում ենք, պահանջում ենք, միշտ ես երբ որ տարիքով փոքր էի, այդ աղջնակի նման ինքս էլ էի ստեղծագործում եւ անընդհատ քանի որ վանեցու ծոռ եմ անընդհատ երազում էի որ կմեծանանք այնպիսի երկրում կապրենք որ կկարողանանք շենացնել եւ մեր պապերի հողերը հետ բերել այսօր դառն է իրականությունը որովհետեւ մենք ցավոք չկարողացանք շենացնել մեր հայրենիքը եւ ավելի մեծ կորուստներ ունեցանք եւ եղածը այո մենք պետք է ամեն բան անենք որպեսզի մեր երեխաները այս կարոտով չհիշեն Արցախը, այլ ապրեն եւ արարեն Արցախ աշխարհում։ Գիտես, ես այդ մարդկանց վրա այլևս չեմ զարմանում, անի, բայց ուզում հասկանալ, թե այդ մարդիկ ինչ միսու արյունից են շաղախված, հա։ Ոնց կարելի է երեխայի օրվա ներշնչանքն ու երազանքը մի վայրկյանում ուղղակի այսպես Հալ գետնով, հա, որոշել, որ այդ մարդը այլևս չի կարող ինչ որ ունի մտքում երազելու եւ նկարելու թղթին հանձնելու, այլևս չի կարող։ Արցախ բառը չի կարելի, Արցախի դրոշը որպես այդպեսին չի կարելի շրջանառության մեջ դնել։ Այսինքն ստացվում է այնպես, որ մենք ոչ միայն արտաքին, ոչ միայն ներքին, այլ արտաքին թշնամիների դեմ ենք պայքարում, հա։ Արտաքին եւ ներքին թշնամիները փոխել են ներքին թշնամիներ, որոնք սպասարկում են արտաքին թշնամիների շահերը։ Եվ այս երկուստեք թշնամիներով շրջափակված ենք մենք այսօր եւ փորձում ենք դուրս գալ ամեն կերպ այս վիճակից։ Շատ ծանր է եւ ես Արցախի մասին որևէ բան ասելու չեմ կարողանում, հա, այսպես հուզմունքը զսպել։ Հա, նույնիսկ ներսս խայտարակ լաց կա ու գիտես բանը, երբ որ այս վերջում գերիները, որոնք Բաքվի բանտում են ապօրինաբար գտնվում, անի, երբ որ իրենք ուղերձներ են հղում հայ ժողովրդին, իրենք ավելի շատ են կարողանում պետականությունը որպես այդպեսին պահել, ավելի արժանապատիվ տղերք են իրանք, քան այն, որ այստեղ մենք ենք եւ մենք փորձում ենք ինչ-որ հնարքներով, ինչ-որ ուղերձներով, իհարկե չեն կարողանում այդ ուղերձները տեղ հասնել, բայց իրենք ավելի արժանապատիվ են ու իրենք ավելի պինդ են։ Արտուր ոչ բոլորը, թույլ տուր քեզ հետ չհամաձայնվել, բայց քանի որ բանտում նստած բոլորը ինձ համար համամիտ չեմ։ Ինչու Բաքվի բանտում նաև նստած է Արայիկ Հարությունյանը, Հարությունյանն էլ է իմ հայրենակիցը, ցավով եմ նշում, որ Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում է, Արայիկ Հարությունյանը պետք է նստեր Հայաստանում եւ նրան պետք է հայ դատը դատեր, բայց հույսով եմ այդ հնարավորությունը կունենանք, այո, մաղթում եմ, որ բոլոր ռազմագերիները հետ վերադառնան հայրենիք եւ Հարությունյանն էլ է բռնության զոհ ամեն դեպքում Արայիկ Հարությունյանը բռնության։ Դե չեմ ցանկանում այսօր մեր բարի լույսը բայց բոլոր, այո, Բաքվում գտնվող մեր ռազմագերիներին ազատություն ենք շուտապույտ մաղթում։ Հայաստանի բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին շուտապույտ ազատում։ Կին քաղբանտարկյալ ունենք Արեգ Նազին Մանուկյան շուտապույտ ազատում, որովհետև մենք տեղեկացանք լրահոսից, որ անչափահաս աղջկան թույլ չեն տալիս տեսակցել, ինչը շատ դատապարտելի է եւ դա շատ խիստ պատժամիջոց է։ Իրականում այս ամեն ինչը արվում է անի մյուսներին վախեցնելու նպատակով, թե այնուամենայնիվ իշխանությունը վրեժ ունի անհատական մարդկանցից եւ փորձում է այդ վրեժը լուծել, որովհետեւ նախորդ օրը մենք տեսանք նաեւ Ծառուկյանի էլի այս հա ձեռնաշղթաները չէին կարողանում հարմարեցնել, իր թևով չէր, իր հակով չէր, բայց ում համար է այդ ամեն ինչը արվում, հա, այդ ներկայացումները, էժան ներկայացումները ում համար են արվում։ Մենք գիտենք, որ մարդը անազատության մեջ է եւ վստահաբար չէր փախչելու եւ վստահաբար չէր փորձելու հա ինչ որ մարդկանց կամ ուժայիններին ծեծեր կամ ինչ որ բան։ Այս ամեն ինչը ում համար է եւ առաջին շոուն չի, որը իշխանությունը բեմադրում է։ Ցավոք մեր հայրենիքը դարձրել են թաթերաբեմ
որտեղ վատ բեմադրություններ են բեմադրում եւ ողբերգություններ Վատ սարքած ներկայացում է շատ վատ սարքած։ Բնական է Նիկոլ Փաշինյանը նախընտրական փուլում իրեն ընտրող քաղաքացիներին խոսքեր տվել ռեպրեսիաներ եւ դա բացատրել չի լինում եւ անհնարին է բացատրել թե այդ քաղաքացիների կյանքը որքանով է բարելավում, երբ որևիցե մի ընտանիք դժբախտանում է։ Այո։ Դա ընդհանուր քաղաքական մշակույթի խնդիր է եւ մենք այնուամենայնիվ երբեք չպետք է մեղադրենք մեր ժողովրդին, որովհետեւ մեր ժողովրդին ոչ մի իշխանություն հանուն արդարության չի ցանկացել իրավագիտակից տեսնել, որովհետև քաղաքագիտորեն եւ իրավագիտակից հասարակությունը ինքն իրենից վտանգ է ներկայացնում։ Պահանջները ավելի բարձր են, խաբելը գրեթե անհնարին է եւ ոչ միայն Հայաստանի իշխանությանը, այլ երբևէ ոչ մի երկրի իշխանությանը ձեռնտու չէ որ հասարակությունը լինի իրավագիտակից, լինի քաղաքակիրթ։ Սա է խնդիրը եւ այդ խնդիրը պետք է ավելի արմատապես լուծել։ Եվ նաեւ հիշեցնեմ, որ ինչ հիշեցնես ապա։ Ծառուկյանի փաստաբանին Երեմին Սարգսյան երեք որպես վկա կանչել էին։ Փաստաբանին կանչում են որպես վկայի։ Բայց իմ իմանալով իրավունք չունեմ փաստաբանին որպես վկա կանչել։ Դե հիմա մեր երկրում քանի որ սահմանադրություն, օրենքներ, կարվում եւ գրվում է մեկ մարդու համար եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է, իր համար չկան կարմիր գծեր, իր համար չկան օրենքներ, սահմանադրություն, այդ սահմանադրությունն ու օրենքները մեկ անուն ունեն Նիկոլ Փաշինյան եւ այո Իրավագետ, իրավաբան մարդիկ երեք փորձեցին այսպես աղմուկ բարձրացնել, որ հնարավոր չէ, հա, մարդուն վկայի կարգավիճակով տանել հաստաբանին վկայի կարգավիճակով, այո։ Բայց մենք արդեն այս 8 տարի այնպիսի բաներ ենք տեսել, այնքան զավեշտալի, այնքան ողբերգական, որ այլևս ոչ զարմանալու, ոչ ասում եմ զայրանալու տեղ են թողել, բայց այդ երկու հատկությունները մարդու համար որ շատ կարևորագույն տեղում են, չի ուզենա գոնե մեր համար դառնար սովորական, որովհետև եթե այդ կարևորագույն հատկությունները մարդու մեջից հանում ես, մարդը դառնում է ավելի շատ ռոբոտ, հա, որովհետև ոչ ինքը այլևս զգալու, վերապրելու, հիշողություն եւ այլն, հա, մարդուն ներկայ իշխանությունները 8 տարի դա էլ անում են, այսինքն մահը մեզ համար դարձրեցին սովորական։ Եթե քաղաքական հաշվեհարդար, հա, այս ամեն ինչը իրականում մեկ անուն ունի, քաղաքական հաշվեհարդար, որովհետև մենք տեսնում ենք մինչ օրս, մինչ այս պահը, ինչպես են Ծառուկյանին փորձում վրեժի ծարավ իշխանությունը եւ ունեզրկել եւ ոչ միայն Ծառուկյանին 8 տարվա ընթացքում շատ ձերբակալություններ են ապօրինի եղել եւ գրեթե բոլոր գործերը վերջում պարզվել է որ ջուր են եղել, այո, եւ քաղաքական հետապնդում է եղել են գործեր, որոնք իրավական հենք ունեցել են եւ այստեղ գիտեք ոնց ես միշտ արտուրացում եմ որ վերջի ժամանակներում քաղաքական հետապնդում, քաղբանտարկյալի ինստիտուտն է կարծես որակազրկվել։ Մենք չենք կարող ամեն մեկին համարել քաղաքական քաղբանտարկյալ, քանի որ ինքը ընդդիմադիր հայացքներ ունի, օրինակ եթե մարդ ընդդիմադիր հայացքներ ունի, բայց որևիցե մի անօրինականություն է իրան թույլ տվել, ինչ պարզվում է որ ինքը քաղբանտարկյալ է, այնպես որ մենք պետք է հստակ այդ սահմանագիծը գծենք, թե ով է քաղաքական բանտարկյալը եւ ով է հանցագործը, իրավախախտը եւ ըստ արժանգույն պետքա յուրաքանչյուրին գնահատական տանք։ Օրինակ հիմա երբ որ պետական դավաճանի պիտակով մարդկանց հա բռնում են, օրինակ
հենց սրբահարության շարժման հետ կապված, որը փորձում էին հեղաշրջման անվան տակ, հա, Դե դա հստակ քաղաքական հետապնդում էր եւ քաղբանտարկյալներ էին։ Դրա մասին չի խոսքը։ Խոսքը այն բանի մասին է, որ այսօր ովքեր անգամ ընդդիմադիր են կամ ովքեր փորձում են իրենց ապօրինությունները քողարկել եւ այդ փորձի հետևանքով դառնում են ընդդիմադիր, որպեսզի հերթական անգամ հետապնդման ենթարկվելու ժամանակ նրանց էլ ասեմ, որ դուք քաղաքական քաղբանտարկյալներ եք եւ քաղաքական հետապնդման եք ենթարկվում։ Ես խոսում եմ այդ քաղաքացիների եւ այդ մարդկանց մասին, որ չի կարելի ամեն մեկին տալ քաղբանտարկյալ անվանումը։ Իսկ մենք այսօր ես լսում եմ, ասում են ունենք 100 քաղբանտարկյալ, 107 քաղբանտարկյալ, 700 քաղբանտարկյալ, քրեական գործեր եւ այլն։ Դե շրջանառվում էր, որ միայն ուժեղ Հայաստանից 700 հոգու վրա քրեական գործ կա հարուցված։ Եվ նրանք բոլորը չեն կարող համարվել ըստ իս քաղբանտարկյալներ, որովհետեւ պետք է ուսումնասիրել եւ հասկանալ իրականում իրավական հենք կա եւ իրավական հենքով է նրանց քրեական գործերը կարվել, թե հերթական անգամ քաղաքական հետապնդման են ենթարկվում։ Սա է խնդիրը։ Անի մենք երևի նաև անդրադառնանք նախորդ օրը կառավարության դիմաց ձգնաբուծների բողոքի ակցիաների, բողոքի ակցիային եւ նաեւ դրան զուգահեռ անհետ կորածների ծնողներն էին կրկին փողոց դուրս եկել։ Ես իհարկե անկեղծորեն մեր եթերում իհարկե անկեղծորեն կասեմ, իհարկե շատ ցավալի եւ ես նույնիսկ անպատկերելի եւ աներևակայելի է այդ ամեն ինչը, ինչի որ մասին խոսում եմ, երբ որ քո երեխան արդեն քանի տարի, հա, 2020 թվականից չկա, արդեն 6 տարի քո երեխան չկա, իհարկե սարսափելի բան է, բայց անհետ կորածների ծնողներին չեմ ուզում իսեր Աստծո մեղադրել, բայց այս ժամանակ առ ժամանակ դուրս գալ փողոցն էլ չեմ կարողանում հասկանալ, հա, իրենք ինչու են ժամանակ առ ժամանակ դուրս գալիս փողոց, այն դեպքում, որ ես կարծում եմ գիշեր ու զոր, առավոտ իրիկուն, չգիտեմ, ամառ, ձմեռ, աշուն, ես չգիտեմ, Արտուր, մենք նրանք չենք, ու մենք ամենաանշնորհակալ բանը կանենք, եթե հիմա փորձենք խոսել նրանց հոգեվիճակի մասին, քննարկել նրանց անելիքները, մենք միայն կարող ենք սատարել նրանց, բարձրաձայնել, անտարբերության պատին են բախվում, իրենք անընդհատ որևէ դրական լուրջ չեն լսում, ինչու իրենք են հալածվում, իրենց ներսում էլ կան մարդիկ, ում ձերբակալեցին, քրեական գործեր հարուցեցին իրենց վրա, դե փորձեցին այդ մարդկանց էլ փորձեցին այստեղ մի շատ խնդրառույց բան կար, ուրեմն պատկերացնում եք ծնողները հուսահատությունից անգամ պատրաստ էին բարձրանալ Հակարայի կամուրջ եւ այդտեղից բանակցել ադրբեջանցիների հետ, որպեսզի տեղեկություն իմանան իրենց երեխաների ճակատագրի մասին, սա խայտառակություն է, այսինքն ինչ է նշանակում, որ պետությունը չկա, այստեղ պետություն գոյություն չունի եւ քաղաքացին այնքան հուսահատ է, անհետ կորածի ծնողը այնքան հուսահատ է, որ փորձելու է ինքը բանակցել հակառակ կողմի հետ, իմանալով գոնե մի տեղեկություն իր զավակի մասին, որին 6 տարիա լուրջ չկա, դա սարսափելի, անասելի, անորոշությունը սպանող հոգեվիճակ է։ Այո, նույնիսկ անմարդկային, ես չեմ անմարդկային, այո, նույնիսկ անմարդկային։ Եվ մենք պետք է հնարավորինս այս հարցում մեր ուշադրության կենտրոնում պահենք եւ միայն փորձենք օգնել, բարձրաձայնել, աջակցել։ Թե ինչու են պարբերաբար դուրս գալիս եւ այլն, դա իրենց որոշումն է, մարդիկ հուզական վիճակում են եւ ապրում են, դա կենսակերպ է դարել այդ անորոշությունը։ Եվ նաեւ անդրադառնանք ձգնաբուծներին, որովհետեւ մարդիկ օրվա հացի հետ խնդիր ունեն եւ իրենք անդադ բարձրաձայնում են, որ մեզ թույլ չեն տալիս զբաղվել Խնդիրը, ոլորտում արկա խնդիրը, արդեն տևական ժամանակ է չի լուծվում։ Ջուրը իրանցն է, լիճը իրենցն է, այս ծառնիմն է, այս ծառնիմն է, բայց որպես օրենքի շրջանակներում պետության
եւ քաղաքացու միջև այդ սեպը խրվում է եւ Նիկոլը ամեն ինչ անում է որ մարդիկ այն որ հացը պետքա օրվա հացը վաստակել այլևս չվաստակեն, որովհետև օրենքի շրջանակներում թույլ չի տրվում։ Ես հասկանում եմ, որ բնապահպանությունից ելնելով գուցե ճիշտ քայլեր են, հա, որ ինչ որ արվում է, բայց նաև չեմ հասկանում, որ ինչու օրինակ դա չէր արվում այն ժամանակ, երբ որ պետքա քվե, հա, վերցնել քաղաքացուց։ Ես վստահ եմ, որ քվեները վերցված են։ Ահա, ես վստահ եմ, որ այդ մարկանցից մեծ մասը գնացել ու Նիկոլա ընտրել, երրորդ սրոկ Նիկոլա ընտրել, որպեսզի 3 սրոկ նստի Նիկոլը։ Եթե լինեի չարական, կասեի բարով վայելեն։ Բայց քանի որ իրենք էլ են մեր քաղաքացիներն ու հայրենակիցները, իսկ ես հակված եմ, որ մենք գիտակիցներս եւ ավելի քաղաքական դաշտին արմատապես տիրապետողներս պետքա երևույթներին վերևից նայենք եւ գնահատական տանք։ Գիտես ու մեր յուրաքանչյուր քաղաքացու ցավ, խնդիր վերաբերվենք որպես սեփական։ Ես այդպես եմ գտնում, որ ճիշտ է եւ այդպես էլ ապրում եմ։ Ամենազավեշտալին անի գիտես որն է, որ դու կհիշես երևի, հա, մինչև նախորդ ընտրությունները, երբ որ պատերազմից հետո արտահերթով կրկին ընտրվեց Նիկոլը իշխանության, բայց դրանից հետո մարդիկ կային, որ ասում են ձեռքս կոտրվեր, թևս կոտրվեր, ոտքս կոտրվեր, լեզուս կապանցվեր։ Հիմա էլ կան։ Բայց այս մարդկանց համար դաս չեղավ այն մարդկանց ասածը, որը այսօր այդ մարդկանց դուրն է գալիս, հա։ Երբ որ ես լսում եմ մեկը ասում է ոտքս կոտրվեր Նիկոլ չընտրեի, որովհետև երեխուս տարավ հողին հանձնեց, այն մեկը ինձ ունես զրկեց, այն մեկը ինձ աղքատության շեմին հասցրեց եւ այլն եւ այլն։ Հիմա այս մարդիկ, օրինակ, հենց ծկնաբուծները, ովքեր որ չգիտեմ, այդ օրվա հացը կարողանում են վաստակել իրենց հայրենիքում, իրենց տանը, հա, նստած կամ չգիտեմ, չէին դուրս եկել արտագնա աշխատանքի, այս մարդիկ հիմա ակնհայտ մնացել են անգործ, չգիտեմ, փոխվարչապետի հետ հանդիպում էին պահանջում, ինձ համար անհասկանալի էր իրենց պահանջը, ոնց տեղեկացա հանդիպումը չի էլ կայացել, եթե չեմ սխալվում։ Դե ամեն դեպքում այնպես չի, որ հանդիպումը այս կամ այն իշխանավորի հետ լինելուց հետո դրական պատասխան է տրվում, հարցեր լուծելու։ Այո, եթե նույնիսկ դրական պատասխան է լինում, դա այն դարմանը չի, որ այդ քաղաքացուն պետքա սփոփի։ Այնուամենայնիվ մարդիկ այսօր կանգնած են աղքատության շեմին, նաև տնտեսագետներն են դրա մասին բարձրաձայնում, որ մենք գնալով շատ կոնկրետ թեմաների ենք բախվելու եւ այդ թեմաները հիմնականում աղքատությունն է, այն էլ աղքատության այս մակարդակում, որովհետեւ մենք տեսնում ենք թե ինչ կոնկրետ թանկացումներ են տիրում մեր երկրում եւ աշխատավարձը մարդկանց ինչ վիճակում է։ Տեսեք, անդադ սրանք բարձրաձայնում են, որ թոշակները 10,000 դրամով ավելացան։ Ընդհանուր սոցիալական վիճակը, այո, տեսնում ենք թե թոշակառուները ինչպես էր վերաբերվում Նիկոլ, ասում էր 10,000 դրամը կամ 20,000 դրամը ինչ եղանակ է փոխելու իրենց գլխում եւ այդ գլխում, որը ինքը ժամանակին ասում էր հաղթահարեք ձեր գլխում դրել, այո, ոչ թե սառնարաններում։ Այո, եւ նախորդ օրը մի այսպիսի հարցումներ է, որ փողոցում հարցումներ են անում, ես սիրում եմ նայել, որովհետեւ տարբեր են մարդիկ, հատկապես սոցիալական առումով են նաեւ տարբեր։ Միկին շատ այսպես ջղայնացած sense է անում։ Ասում է, ես Նիկոլին չեմ ներելու։ Այ հենց մի պատճառով, դե ես մտածեցի հիմա պիտի ասի հայրենիքի հետ կապված, այն որ հիմա այդ քարտեզը, որը դրել է իր դոշին ու բսկտում է, հա, փորձելու է, այսպես քրքրել այդ քարտեզը, մենք իհարկե չգիտենք այդ քարտեզում ինչ կա, բայց ամեն դեպքում մենք գիտենք, որ ինչ վիճակում է հիմա հայտնվելու այդ քարտեզը, ասում եմ, ես մի բանում իրեն չեմ ներում, ասես հիմա ակնապիշ նայում եմ, թե ինչ պիտի ասես կինը բան, ասում եմ, այն որ ասեց թոշակառուները, այդ 10 եւ 20,000 դրամը չգիտեն որտեղ պիտի ծախսեն։ Այ ես դրա համար նրան չեմ ներում։ Արտուր մի մեղադրի այդ կնոջը։ Այդ կինը մեղավոր չի։
Եվ այսօր մենք պետք է իրականության հետ հաշվի նստենք։ Հայաստանում անապահով խավը օրորի մեծանում է։ Դու չես կարող պահանջել այն քաղաքացուց, ով որ ունի օրվա հացի խնդիր, երեխաներին կերակրելու խնդիր։ Չես կարող պահանջել, որ ինքը ունենա այն մտածողությունը, որը ունենք ես եւ դու։ Չես կարող պահանջել, որ իր համար առաջնահերթությունը լինի Արցախ վերադարձը։ Չէ, նույնիսկ այդ մարդիկ Չես կարող պահանջել, որ ինքը տեղյակ լինի, թե այսօր օրվա լրահոսը ինչ է խոսվում Ադրբեջանում եւ ինչ է կատարվում Բաքվում եւ դրանից հետեւություններ չես կարող իրենից պահանջել, որ ինքը հետեւություն անի, դուրս գա փողոց Մերժի Նիկոլին մտնի պայքարի մեջ։ Այսօր մարդիկ օրվա հացի խնդիր ունեն։ Վիճակը այնպիսին է, որ շուտով Հայաստանում լինելու են շատ հարուստներ եւ աղքատներ, միջին խավը վերանալու է։ Եվ դրան նպաստեց նաեւ, որ իշխանությունները ճնշեցին նաեւ փոքր միջին ձեռնարկատերերին եւ փակեցին մարդկանց բիզնեսները, որովհետեւ հիմնականում տնտեսությունը պահում են հենց միջին խավը, այսինքն փոքր միջին բիզնեսներն ու տնտեսավարողները եւ թիրախավորելով նրանց իշխանությունները նաեւ որակը իջեցրեցին կյանքի այդ միջին խավի։ Այսինքն լինելու է ծայրահեղությունից ծայրահեղություն։ Բայց այս տոտալ անտարբերությունը մի օր Փյունիկի պես հառնելու է եւ գա սրբի տանի իշխանություն, ընդդիմություն, որը այսօր չի պայքարում եւ կենսական պայքար չի մղում եւ չի ցանկանում թեթևացնել ՀՀ քաղաքացու բեռը, ինչպես նաեւ լուծել ներքաղաքական այս ճգնաժամը։ Գալու է սրբի ժողովուրդը դուրս է գալու եւ սրբելու է այս ներկա քաղաքական ողջ էլիտան։ Ես վստահ եմ, որովհետեւ ցանկացած անտարբերություն եւ այս իրավիճակը, որը հիմա մենք ապրում ենք, բերում է մի իրավիճակի, որը դառնում է անկառավարելի թե իշխանության կողմից, թե ընդդիմության կողմից եւ թե քաղաքական ամբողջ էլիտայի կողմից։ Անի, ես հիշեցնեմ մեր հեռուստադիտողին, որ ավելի ակտիվ լինեն, բաժանորդագրվեն մեր YouTube-յան ալիքին, հարցեր ուղղեն մեր կարծում եմ մեր հյուրը կգա, ինչքան էլ որոշանում է, բայց կարող եք նաև հարցեր ուղղել մեզ, մենք կփորձենք հնարավորինս անդրադառնալ ձեր հարցերին, փորձել պատասխանների միջոցով բավարարել, այն ինչ որ դուք ձեզ մտահոգում է, եւ նաև տարածել, որպեսզի լայն շրջանակները կարողանան ավելի շատ դիտել եւ փորձել վերլուծել, որը ցանկացած հաղորդման նպատակն է, բացի նայելուց եւ այդ պահին ինչ որ իրենք լսում են, նաեւ վերլուծել, որովհետեւ մենք այսօր վերլուծական մտքի խնդիր էլ ունենք իրականում, չէ՞ անի, որովհետեւ մենք այսօր տեսնում ենք մի բան եւ այդ րոպեին ինչ որ պիտի մեր ներսով անցնի եւ մենք պիտի վերլուծենք եւ փորձենք այդ ամենին անդրադառնալ եւ հպանցիկ չանցնել դրա կողքով ցավոք սրտի իրադարձություններ այնքան արագ են զարգանում, որ մեկը մյուսին հաջորդականությամբ այսպես գալի լրացնում է եւ այո, նույնիսկ այն մարդիկ, ովքեր վերլուծական միտք ունեն եւ վերլուծում են այս կամ այն իրադրությունը եւ իրադարձությունը, փորձում են շատ արագ անցնել, հա, որովհետեւ գալիս է հաջորդը։ Եվ երբեմն հաջողականությամբ նաեւ քաղբանտարկյալների պահով, այո, եւ երբեմն այդ արագության մեջ շատ կարեւոր իրադարձություններ մնում են անտեսված կամ լուսանցքից դուրս են մնում եւ համապատասխան ուշադրության չեն արժանանում։ Անից դու գիտես մեր հյուրը ինչու է ուշանում։ Մեր հյուրը ասում է, որ շուտով կլինի։ Հա, ասում է, որ խցանման մեջ է։ Այսինքն հույսը չենք, հա, ապագա կա, հույս կա։ Անի, եւ նաեւ անդրադառնանք մեր բանակին։ Ինչքան էլ որ այս խաղաղ պայմաններում իշխանությունը հայտարարել է, որ այլևս մենք ապրում ենք խաղաղ եւ անվտանգ Հայաստանում, բանակում ամեն ինչ հրաշալի է։ Օրինակ նախորդ իմ հյուրը պատմեց Սոֆիա Ներհովսեփյան, պատմեց հակուսների հետ կապված, որ իշխանությունը, պետությունը որպես այդպեսին զինվորին
հագուստ չի կարողանում, հա, հասնել։ Եվ ինքը օրինակ բերեց նախորդ իշխանություններին, երբ որ ու ես անմիջապես հիշեցրեցի Վահագն Ալեքսանյանին։ Հա, վարտիկները Վահագն Ալեքսանյանին։ Չէ, մարդը կոնկրետ ասում էր տրուսիկ չունեմ եւ այդ տրուսիկի պատմությունը դառավ։ Իսկ հիմա այսինքն ոնց միայն վարտիկ են տալիս, համազգեստ չեն տալիս, ճիշտ եմ հասկանում, միայն վարտիկով պետքա զինվորը ծառայ թե։ Այսինքն գիտես, այսօր այն որ ասում էր այն ժամանակ համազգեստը չի տրամադրում բանակը, դա եմ ուզում հասկանալ։ Հագուստ որպես այդպեսին, որը զինվորը պետք է իր հաճախականությամբ փոխի եւ այլն, հա, տալիս է մի անգամ։ Մի անգամ 2 տարվա համար։ Հիմա 2 տարվա համար չէ, այլևս դարել է տարի ու կես։ Հա։ Բայց այն ժամանակ հիմա մարդիկ ասում էին, որ պետությունը մեզ տրուսիկով չի ապահովել եւ դա միշտ անհանգստացնում էր, չգիտեմ ինչի, ԿՊԱ-ական Վահագն Ալեքսանյանին եւ ամբիոնից հիշում եք, հա, Անդադ Սեյրան Միգուցե մանկական տրավմա է մանուկ վաղտ վարտիկ չի ունեցել։ Դե ամեն դեպքում Սեյրան Օհանյանին էր մեղադրում, որովհետեւ պաշտպանության նախարարը այն ժամանակ Սեյրան Օհանյանն էր, բայց հիմա ինքը մանդատ ունի անի։ Գիտես ամենաաբսուրդը Բայց շարունակվում է մնալ անվարտիկ։ Էլի անտրուսիկ։ Այսինքն այո, մանկությունից եկած այդ հեծանիվ չունենալու մարմաճը, որը իր ներսում անընդհատ փոթորկել է, հիմա այս մարդուն էլ անհանգստացրել է իր ներքնաշորը, որովհետև ինքը հիշել է բանակային իր ամբողջ 2 տարվա ընթացքը, որը անցել է այդ անվարտիկ վիճակը, էլի, բայց ինքը երբեք չի անդրադարձել պետության շենացմանը եւ ամրացմանը։ Ես չեմ կարծում, որ ինքը բանակում վարտիկ չի ունեցել, այլ բան է, որ ինքը միգուցե հիգիենիկ չի եղել եւ հիգիենայի կանոնները չի պահպանել, դրա հետևանքով վարտիկ չի ունեցել, որովհետեւ ես ինքս հաճախել եմ զորամասեր եւ հասարակական կազմակերպություն եմ ունեցել եւ ունեմ, վարտիկի հետ կապված ամեն դեպքում հարցեր չեն եղել։ Դե հիմա մենք խոսում ենք Ոչ մի զինվոր չի ասել, որ ինքը վարտիկ չունի եւ չի դժգոհել անվարտիկ լինելուց։ Մենք հիմա խոսում ենք հագուստ ունենալ չունենալուն, ինչու է պետությունը մեկ անգամ տալիս հագուստ եւ այլն, բայց նաեւ մոռանում ենք, որ օրինակ ելակ որպես այդպեսին պետությունը զինվորին այնուամենայնիվ հասցնում է։ Դու հիշում ես զոհվածների ծնողներից մեկը ասեց այդ ելակն էր, որ ասում է կենթանիների ներողություն եմ խնդրում, բայց ասում է, որ բթում են, որպեսզի հետո մորթեն, տանեն մորթելու, այդպես է կարծես այդ ելակի պատմությունը, հա, ի հայտ եկավ, երբ որ ասեցին Ես գերադասում եմ զինվորը ելակ չուտի, բայց մարտական ոգի տեղում լինի եւ ինքը իմանա, որ պետություն ունի իր մեջքին կանգնած եւ ինքը ծառայում է իր պետությանը ու հարկ եղած դեպքում ինքը պետք է զոհի հանուն հայրենիքի իր կյանքը եւ պատրաստ սխրանքների զինվորի հոգեվիճակ եմ ուզում, քանց թե մի հոգեվիճակ, որտեղ զինվորը ելակ է ուտում, ապահով է, թեպետ ապահովել չի, որովհետեւ 2 օր առաջ Չարենցավանում Այո, հենց այս թեմային է ուզում անդրադառնալ, դրա համար մի քիչ ավելի վաղ անցյալից եկա։ Որը ես երբ որ կարդացի լուրը շատ հերթական անգամ շատ ծանր տարա, ընդ որում ոչ թե թշնամու կրակոցից է զոհվել, այլ ինքնասպանության են հասցրել զինվորին։ Այս պահի դրությամբ քրեական գործ է հարուցվել սերժանտի նկատմամբ։ Չես կարծում, որ նման դեպքերը շատացել են բանակում, հատկապես վերջին տարիներին։ Ցավով եմ ասում, նման դեպքեր միշտ եղել են։ Վերջին տարիներին չեմ կարող գնահատել շատացել են թե ոչ, բայց ցավալի է, որ մինչ այսօր կա, որովհետև դա էլ թշնամու կրակոցի հետևանքով չի կորուստ, այլ ընդամենը չկանոնակարգված լինելու, բարձի թողի լինելու հետևանքն է եւ ցավալի է, որ այն ինչը կարելի է վերահսկել, չի վերահսկվում եւ դրա հետևանքով դեռ շարունակում են հայ օջախների լույսեր մարել, իսկ մենք այդ ցավն ու դառնությունը արդեն տեսել ենք եւ
ցավալին այն է, որ նախկինում եթե մի զոհ էինք ունենում կամ մի այսպիսի դժբախտ դեպ, մենք մի քանի օր ապրում էինք այդ լուրով, կարեկցում էինք, այո, զինվորի ընտանիքին, այո, համբերություն ձեզ։ Եվ հուսանք, որ նմանատիպ դեպքերը այնուամենայնիվ կվերահսկվի, անի, այս ամեն ինչը վերահսկողությունից դուրս է մնացել։ Հիմա մենք չենք կարող ասել ինչ պայմաններ են այնտեղ, ինչ է տեղի ունենում բան, բայց մենք իրականում բախվում ենք մի իրականությանը, որ այո, ամեն ինչ պտտվում է մեկ անձի շուրջ, ուժայինները մեկ անձի համար են աշխատում, հա, պետությունը իրականում անտերոդուրս վիճակում է եւ մենք հայտնվել ենք մի այսպես փակ շրջափուլի մեջ, որտեղ այդ անընդհատ պտույտը բերում է նրան, որ գալիս ես դեմ ես հագնում պատին ու այդ պատը տալիս ես գլխիդ ու դու չես իմանում ելքեր, չես կարողանում այդ ելքերից դուրս գալ, այդ ելքերը անընդհատ տալիս են էլի գլխիդ, գլուխդ նորից տալիս ես պատիդ ու չես իմանում ինչ է ունենում իրականում, անի, քանի որ սա բարի լույս է, ես քո գեղեցկությամբ հիացա եւ ասի աստիճաններով իջնում էր սպիտակ փեշերով մի Շնորհակալ եմ, Արտուր։ Ուզում եմ հասկանալ ինչու է այսօր որոշել ցիլո դնել։ Գուցե այդ ցիլոն եկ մեր հյուրին շատ չսպասեցնենք եւ հրավիրենք տաղավար մեզ հետ զրույցի ցիլոների հեղափոխության մասին արդեն շատ ենք սպասել, կարող ես 2 վայրկյան տրամադրել ինչու ես պետք է քննարկեմ դա հյուրի ներկայությամբ կասեմ Խնդրում եմ տաղավար հրավիրիր հյուրին կասեմ։ Մենք այսօր ունենք հյուր եւ մեր հյուրը շատ հումորով, Անին ասեց շատ հումորով տղա է, բայց ես երբեք այդ հումորը չեմ տեսել, բայց Անին ու Մանուկը կարծես միշտ այդ հումորի հետ կապված բախվել են, հա։ Եվ այսօր հուսանք, որ մեր հյուրին լրիվ այլ տեսանկյունից կփորձենք Հարցուփորձանել Մանուկ Սուքասյանն է մեր հյուրը, քաղաքական գործիչ, կարգին տղա, երևանցի տղա, տեսնենք ինչա այսօր մեր եթերում տեղի ունենում։ Ողջույն Մանուկ ջան։ Բարի լույս, աչքիս լույս։ Օրոք կարապեցին։ Հրաշալի։ Որ քեզ տեսնում եմ ոնց կարամ վատ լինեմ։ Ես կերպարը որ այսօր առավոտյան կանող պարգևել եք դրողներին մահագին փիլիսոփայական ներշնչանք կտամ։ Մենք մինչև եթերը սկսել է, ես նստած գրահոսն էի թերթում ու այսպես աստիճաններով իջնում ա մի գեղեցկություն, սպիտակ փեշերով, բան։ Հիմա դու ասում ա եկելա բարևեցինք, բան, ասում ա արի գնանք մի հատ բան եմ ասում քեզ, ասում անի չեմ կարողանում կանգնել։ Հիմա էտա։ Ինչպիսին ես դու այսօր, պարոն Սուքասյան։ Ինչու է ուսանում նա Մանուկ։ Դե միանգամից պիտի ասնենք քաղաքի խնդիրներ ու այդպես որ։ Չէ, չենք այսօր քաղաքի խնդիրների մասին չենք խոսում։ Հատկապես ինչ է որ ասեմ նորություն չի երևանցիների համար, արդեն իրոք շենքերի բակերից է սկսում խցանել, պարտադիր չի։ Ու շաբաթ կիրակի բան էլ այլևս գոյություն չկա, ոչ մի տրամաբանություն չկա։ Բոլորը անդրադառնում են որ այ սենց մեքենաներ, փոսներ, վարորդներ, բայց հիմնական դրա ծաղկումը գալիս է մեծ փլուշ քաղաքերի ուղղակիանություն։ Այնպես որ ես ողջունում եմ ձեզ մեծարեսուրսի դիտողներին, առաջին անգամ ինչի որ այստեղ եմ, շնորհակալ եմ հրավերի համար, տակտիկի ֆորմատ եք ուտացել։ Մենք ենք շնորհակալ մեզ ընկերակցելու պայմանները ձմռանը չեն խանգարի, որ ինչ-որ մի կրեատիվ լուծում գտնեք եւ այս ֆորմատը ավելի, չգիտեմ, անմիջական ու կենդանի է դարձնում, այնպես որ ձեզ բարի եթեր, հատկապես են պարագայում, որ բան չի պահանջում ինտերնետային լրատվական միջոցը, հաճախականություն, լիցենզիա, եսի միջ, այնքան սպամ ու ֆեյք մեդիա կա, որ որակյալը քիչ է այդ արանքում, որոնց մարդիկ կարող են ուշադրություն դարձնել, այնպես որ շարունակեք ձեր տեսարանը
սպասելու է հատկապես ձեր եթերում։ Դառը սուրճը կա, մեր Սուրճ իրականությանը համահունչ։ Սուրճ Արտուրի բուրմունքով։ Հա, ես եմ միշտ պատրաստում հյուրերի եւ մեր համար, որտեւ անին միշտ ուշանում է եւ չի Ցույց որ նա ժամանակի ներկա մեկը ինքը չի պատրաստել։ Մեկը ինքը չի դնել, չէ՞ սուրճ։ Ես համեստորեն կլռեմ։ Դե ասա։ Իր դեպքում համաձայնվելու մաքսիմալ դրսևորումը լռելն է, չի ասի, այո։ Ամեն մեկը Դե մենք էլ համեստորեն, Ինչ անդրադարձ կատարենք շլյապայից։ Հա, հիմա վերջապես ասա, ինչու ես շլյապայով եկել։ Մանուկ, ինչ կասես։ Ամեն տեսակ հեղափոխություն եղել է։ Արաբական գարուն, Թավշյա հեղափոխություն, երկու բուլդոզերները եղավ։ Այո, նարնջագույն հեղափոխություն, վարդերի հեղափոխություն, կակաչների հեղափոխություն։ Չբռնենք մենք էլ շլյապաների հեղափոխություն անենք։ Դե արդեն առաջի քայլը արված է։ Հաստատ նախապատմություն ուներ, հա, քո շլյապան։ Իհարկե։ Բացում է այսօր մեծահապի հետ։ Այո, քաղաքական հայտ եմ այսօր ներկայացրել։ Ու այս շլյապան որտեղից է ճարել։ Գնել եմ շատ մաչելի։ Հա։ Այո։ Ստեղ կարևոր է որ շլյապաների շքերթ շլյապայով կանած շքերթ լինի։ Իդեպ քեզ էլ է շատ շլյապաս ասում, ես զարմացած եմ, որ դու այսօր շլյապայով չես։ Դե Արեգակի դիտքաշարներով գիտեի որ այս բանը այստեղ արև չի լինելու։ Դրա համար փորձեցի առանց դրա ներկայանալ։ Ես օրինակ էլ ցիլո չեմ դնում, տանը ունեմ 6-7 հատ։ Էդ էլ հարամ է։ Ցիլոյի գաղափարն է, հա, բանը կապ։ Ես որ ասում եմ հիմա սրտի կարա, սենց եմ անում։ Երանքին ես նկարում, որդուս նման ես անում։ Ցիլոն էլ, ինչպես շատ այլ բաներ, կապված է մարդուց։ Մարդկա ցիլոն կարա դարձնի տրենդային։ Ինչպես ես։ Այո։ Մարդկա ցիլոն կարող է դարձնել, չգիտեմ, այսպես հակագրան։ Օրինակ Նիկոլ Փաշինյանի բարագայում առաջացնում է Լավրենտի Բերիայի ինչ-որ վիզուալ ընկալումները։ Դա տապայման հետև նայի, որովհետև անցած մեր եթերին եկավ անցավ, գիտեք, չէ։ Լավ է։ Հա, ինչքան էլ որ սենց փորձում էի բան անել, շատ Համին մեռած սրտից, թեկուզ եւ ետևում լիներ։ Բայց այս անգամ որ գա, ես կգոռամ, ինքը կգա, ինձ թվում է ոնց լինի մի բան կասի։ Շլյապայի կապած մեր բակում կերպար կա, բայց Տուրգենևի հերոսի։ Նման է։ Եվ անդրադառնանք լավ, քաղաքական ինչ-որ անցուդարձի, օրինակ ընդդիմությունը 3 մանդատ վերցրեց, 3 էր, հա, ամսի Այո, փայլում էին ընդդիմության աչքերը եւ ես դրան անդրադարձ կատարել եմ։ Արդյոք ասում եմ ժամին էին նայում, երբ դիտե դվարկանները լրանա, որ իրանք այդ մանդատը վերցնեն, չէին էլ հավատում այդ մանդատի թղթի եւ բանը պեչատի եւ մանդատի զորությունը, բայց ընդդիմությունը այնուամենայնիվ այսօր մանդատ ունի եւ ամսի 2-ին լինելու Անդրանիկ նիստը, չէ։ Այո։ Լավա որ վերցրեցին, թե վատա որ Գիտեք, ես սենց ասեմ, այս պարագայում վերցնելն էլ, չվերցնելն էլ լավագույն տարբերակը չէի։ Որևէ եղանակ չի փոխում։ Հա, այն առումով, որ եթե ընդդիմությունը ինչ-որ հետընտրական պրոցես պիտի աներ, դա պիտի լիներ կամ ընտրության գիշերը կամ ծայր դեպքում հաջորդ օրը։ Եթե այդ պահը բաց է թողնվել, չվերցնելն էլ էր փակողի, քանի դեռ որպես այդպիսի միասնական ընդդիմությունը փողոցային պայքարի մոտիվացիա, սցենար, գծված առաջնորդներ չունի։ Վերցնելն իր, այսպես ասենք, պաբոչկաները ունի, պարզա թե ինչ այլանդակ մթնոլորտ լինելու եւ այնպես լեգիտիմացնում են Նիկոլի իշխանությունը, եթե ընդդիմությունը հայտարարում է, որ ընտրությունները անցել են խայտարակ ընտրակեղծարարությամբ, երրորդ ուժին դուրս են թողել 60000 քաղաքացու քվ իջիկ են համարել եւ դա եղել է բոլորի աչքի առաջ։ Այդքանից հետո գնալ ազգային ժողով եւ մաս կազմել այդ համակարգի նշանակում է լեգիտիմացնել օրվա իշխանություններին։ Նայեք, քանի դեռ Հայաստանում առ այս պահը ընտրություններով իշխանապողություն չի եղել, Հայաստանի բոլոր ընտրություններն էլ ընդդիմությունը համարել է ոչ լեգիտիմ ու վերցրել ու գնացել է, բայց դրանից երկրի համար ինչ-որ մեծ կատաստրոֆա չի եղել։
Ընդհանրապես ինչ որ հասարակական շրջանակներ, մեդիաներ քննադատել են, բա որ ոչ լեգիտիմային գործում են այնտեղ, բայց երկիրը, այսպես ասենք, անդառնալի կորուստներ դրան չի կրել։ Այս պարագայում, հատկապես երբ որ զուգահեռում են Վրաստանի հետ, այս պարագայում մանդատ վերցնելը մի քիչ ավելի ուրիշ իմաստ ունի, որովհետև ակնհայտ է աշխարհի բոլոր պարլամենտներում էլ ընդդիմությունը փոքրամասնություն է, որոշում չի կայացնում, բայց այնտեղ թե սահմանադրություն ինչ որակում է, զսպումների հակակշռների մեխանիզմ, իշխանությունները լկտի են, կոռոտախոս են, հոխորտում են, թե դե նորմալ միջին վիճակագրական չգիտեմ, եվրոպական երկիր եթե վերցնես, այնտեղ էլ է ընդդիմությունը, հա, փոքրամասնություն եւ շիկո, բայց այնտեղ իշխանությունները չեն ասում կսատկացնենք, սենց կանենք, նենց կանենք, նենց կանենք։ Տեղ է մնում, որ ինչ-որ մի բան եթե ռացիոնալ ընդդիմությունը փորձում առաջ տանի, իշխանությունը արտանջալու լինի։ Այս պարագայում լկտիության հաղթահարշավը գումարած, ինչի ես քիչ առաջ ասեցի, անդառնալ եւ կատաստրոֆիկ ոչինչ տեղի չի ունեցել նախկին ոչ լավ ընդդիմությունների արդյունքում եւ Վրաստանի օրինակը որ բերեցի։ Այս իշխանությունների օրոք Հայաստան տարածքային կորուստներ է կրել եւ շարունակելու է կրել։ Այսինքն դու գնալով այս պայմաններում, այս ձայների հարաբերակցությամբ պարլամենտ, դու ամբողջացնում ես այս սահմանադրական ինստիտուտը, որտեղ ոչ չես կարողանալու անես, երբ որ Հայաստանը էլի գնա տարածքային զիջումների։ Դա կարող ես գոնե ներկա չլինել այդտեղ այդ ամենը, չմաս չկազմել էլի։ Եվ հիմա այս մարդիկ ինչ են ասում, երբ որ այդ աղմուկը բարձրացավ եւ դա տևեց ընդամենը 1-2 օր, հա, ինչու եք մանդատները վերցնում, գնում լեգիտիմացնում Նիկոլին, հատկապես երբ Նիկոլը ցես ասում է, որ դուք կաշառքով եք հա ձայներ փորձել մարկանցից խլել եւ այլն։ Մեկը մյուսին հիմա փորձում արդարացնել այն ամենայնիվ, բայց ընդդիմությունը ասում է մենք այսօր ձեռքբերում ունենք, Նիկոլը սահմանադրական մեծամասնություն չունի, մենք այնտեղ հարցեր ենք լուծելու, փողոցը գեներացնելու ենք, այդ կնոպկա սեղմելը Նիկոլին հեռացնելու, ով է անելու, եթե ոչ մենք, եթե մենք այնտեղ ներառված չլինենք։ Եթե զուտ շատ ցած 4 սկզբունքային ենք, հենց մենակ այն որ դրեցին ակնհայտ լկտի ապօրինությունով Բարգավաճի որը անցել 60000 ձայնով չորով ասեցին չէ դու պիտի չանցնես դա լիովի բավարար էր որպեսզի չգնային իրենք պարլամենտը դառա որ դելա ոչինչ որ իրան հանում ես մենք էլ մանդատի տերն ենք որ մեզ չես կպել մենք գալիս ենք ես չեմ կարծում իրենք այդպես են մտածել եւ այստեղ է որ նաեւ գործ ունենք որ այն բաներ որ մենք դասական պարլամենտարիզմի չգիտեմ ավանդույթներ գրված չգրված խաղի կանոններ չենք ապահովում ինչ մնում է ձեր ասած այդ դրվագին որ այ այնտեղ մենք պետք է սխմենք այս ինչ կնոպ կան կամ ինչ կնոպ կան ինքս համադրական դե արդարացումները այդպեսին են նրանց եթե դու փողոցային գործընթաց չես ծավալում դու այնտեղ քեզ ոնց ուզում ես պահի հա եւ այդ սցենարը արդեն վաղուց ակնհայտ է շատ աղբյուրներից է բարձրացվել որ այդ սահմանադրական մեծամասնություն չունենալը Փաշինյան Նիկոլը բերելու է բոլոր նրանց քթերից, ովքեր խոչընդոտել են այդ սահմանադրական մեծամասնությանը, կամ պատերազմ սպառնալիք, վերջում էլ շանտաժի մտնելով հարգել է հասարակություն, որ ասում է, բավար ասում է սրան գերագլուխ պատերազմի հրեշտները կգնի ընդդիմության վրա։ Ժողովուրդը չի ընտրի, դուք եկեք օքեյ սխմեք, որ ես գնամ հարակվեի, եթե չէ Ալիև Հեյդարովիչ բան արա մի հատ էքսես արա որ ժողովրդը վախենա հա այդ այլանդակությունն է սպասվելու ուրիշ որ հասիկը իրենք դրել են իրենց շատ ավելի վատ վիճակի մեջ եթե սպարագայում դու չես կարող խոստանալով իշխանապողություն չես կարողանում անել եւ տեսնելով որ ակնհայտ ձայների մանիպուլյացիային անում որ գողանան ես կարծում եմ որ ընդդիմությունը այս բառը դասը կոմունը քո գլուխը դեն ինչ ուզում է սարա եւ այսպեսի մի բան էլ կա էլի դրվագ էլ կա սահմանադրությունը ֆիքսում է որ ազգային ժողովը բաղկացած է առնվազն 101 պատգամավորից այդ հականից 100 մեկ էլ չէ 100 լինի գեցպի պատգամավոր բացակայի մանդատ չունենա այդ պարլամենտը չի համարվել պարլամենտ հիմա թողեք իրանց 64% ինչ ուզում էին անել հիմա կարող է մեր գործընկերները կամ չգիտեմ հեռուստադիտողը ինձ ասեն բա այ որ Բարգավաճը անցնել նույն պարտիքին էի լինելու Բարգավաճը այդ հասնում ձայների հարաբերակցությունը այդտեղում այո փոխվում է պատկերը եւ լրիվ ուրիշ իրավիճակ է ստեղծվում բայց հերիք չի ձայների պատկերը փոխվեց դեռ բան էլ ակնհայտ լքություն արեցին Թևանյանին ձերբակալեցին Ծառուկյանին Արեքնազին Յուսին նաեւ այդ հավանտակյալների այս ռեպրեսիվ ուրվականը մոլեգնում է երկրում
Եվ մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ տնտեսական նա ինչ-որ բանն է գնում, լճացման պրոցես է գնում այս պահին, ուղղակի հայտ դա, որ հետագայի հետ կապված, հետագա սցենարների հետ կապված պրոբլեմա ունենալու ինդիմությունը, որովհետև որպես այդպիսին հեղափոխական, փողոցային պայքարի առաջամարտիկ առաջնորդներ այս պահին գոնե թե ազատության մեջ չկան, ուղղակի չկան, դա իհարկե լավ չի, մեր ասած լավ չի, եւ դրանից է որ նաեւ իշխանության լքտիության այդ թափանին ավելի արագացնում, արդեն խոսքագնում որ արդեն Նարեկ Կարապետյանին նաեւ ձեռքապահելու տարբեր Դե երեք կենտրոնական ընտրատարածքայինը փորձեց մաքրել իր սևացած երեսը եւ մերժեց դատախազության միջնորդությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ եւ այստեղ հարց է ծագում, որ կենտրոնական ընտրատարածքայինը երկակի ստանդարտներով է առաջնորդվում։ Մի պարագայում 60,000 քաղաքացու քվե արհամարեցին, Բարգավաճ կուսակցությանը թույլ չտվեցին մտնել ազգային ժողով։ Մյուս տարբերակում փորձում են ցույց տալ, թե կենտրոնական ընտրատարածքային հանձնաժողովը մի պուպուշ, անաչառ, անկախ կառույց է եւ չի ենթարկվում ոչ օրվա իշխանություններին եւ ոչ էլ ճնշվում է դատախազության կողմից։ Ոնց կմեկնաբանես սա։ Չէ, դե հետո Հովակիմյան Վահագնը պարզաբանն է, որ ոչ թե ըստ էության քննարկելով էր մերժել, այլ ընդհանրապես ասել է մեր իրավասությունները սպառվում, բա կգնաք ազգային ժողովից այդ թեմայի հետ կապված թույլտվություն կստանա, իրենք ըստ էության չեն հակաճառել իրավապահներին, այնպես որ բառացիորեն չգիտեմ, 8-9 օր է մնացել մինչև իսկ ազգային ժողովի առաջին եւ հիմնական զարգացումները նիստի օրը տեղի կունենան եւ չի բացառում, եթե առաջին օրը նվիրեն ազգային ժողովի նախագահ, փոխնախագահներ ընտրելու եւ այլն, բերեն միանգամից հրատապով առաջնահերթ կալանավորեն։ Այո, կալանքի միջնորդությունով դատախազը մտնի։ Այդպես է, քանի դեռ դու ձեռքերդ ծալած նստած ես, դիմացին հետ ու անկախ դրանից իշխանության կարողները ինչ մարդկային որակներ ունեն, ինչ հոգեբանական մտավոր կարողություններ ունեն եւ արտաքին ինչ խնդիրներ ունեն, միևնույնն է իշխանության ռեպրեսիվ եւ այլ ռեսուրսները միշտ շատ են եւ նրանք միշտ էլ աշխատել են ավելի առաջանցիկ։ Այնպես որ ընդդիմությունը շատ շուտով հայտնվելու շատ ավելի բարձր վիճակում, քան այս մեր օրերն է, որովհետև ցեզ մոտ պարզ ճշմարտություն կա։ Այո, անցած 5 տարում Հայաստան Դաշնքի պարլամենտական գործունեություններ չհանգեցրեց իշխանափոխության, բայց պարլամենտ անցնելուց 1 տարի հետո Հայաստան Դաշնքը նախաձեռնեց դիմադրության հզոր շարժում, որը հիմա չհարադառնամ ըստ իս թե ինչ պատճառների, որովհետև արդիական չի, ինչ-որ պատճառներով չհաջողվեց, բայց պարլամենտ փողոցի ինչ-որ համադրություն եղավ։ Ես կարծում եմ, որ այս ընդդիմադիր հոսքը, որ կա այս պարլամենտում, կարող է այդ մի տարին էլ չունենա, Համակարծիք եմ։ Շատ ավելի շուտ գնալ վարկաբեկման, կյանքը, հա, խորհրդարանի ես 9-րդ կարճա, հա։ Գիտեք ինչ առումով, որովհետև նախ վատ տրադիցիաները ձանձրացնում են, եթե ասենք ընդհանրապես մեկ փորձ եղավ 22-ին, 23-ին Արցախի անկման հարավական շարժում եղավ, 24-ին Հայաստան Դաշնքի սատարեց այն սրբազան պայքարի, ու այդ սրբազան պայքարի անկումից հետո, որպես այդպիսի ինքնուրույն դոմինանտ քաղաքնամիավոր, Հայաստան Դաշնքի ռեյտինգը զգալի անկում ապրեց։ Այս պարագայում ես կարծում եմ, որ այդքան փորձեր դժվար է լինել, եթե ինչ-որ մի պահի ինչ-որ փողոց գեներացվի, քավլիցի ողջունելու ենք սատարել այդ բոլորը դուրս են գալու փողոցը, անկախ դրանից, թե ինչ բան կլինի, կոնֆիգուրացիա կլինի, բնականաբար սատարելու ենք, որ փորձ կանի փողոցով ինչ-որ պրոցես գեներացնել։ Դժվար եմ պատկերացնում այս պասիվ շրջանից հետո եւ հետընտրական պլանբեջ ունենալուց հետո ներկա ուժերի առաջնորդությամբ փողոց գեներացնելը, որովհետեւ ես 8 տարի պայքարի մեջ եմ, բայց այլևս
ասացիր բոլորը։ Ես ինքս չեմ պատրաստվում փողոց դուրս գալ, չհասկանալով թե ուր եմ գնում եւ ինչի համար։ Իսկ այս պարագայում նաև ընդդիմադիր ուժերը, որոնք պարլամենտ անցան, շատ կտրուկ եւ սուր արտահայտվեցին իրենց քվետված եւ իրենց падգամավոր դարձած քաղաքացիների նկատմամբ շատ քննադատողաբար մոտեցան բոլորին եւ կարծես թե վիրավորեցին էլ նույն Աղվան Վարդանյանը, որը ոչ լոտության մեջ մեղադրեց իրեն քննադատողներին եւ այդ հիասթափությունը կարծում եմ մեծ է եւ չեմ պատկերացնում, որ քաղաքացիները այս ընդդիմադիր ուժերի առաջնորդությամբ փողոց դուրս կգան եւ հնարավոր կլինի փողոց գեներացնել։ Տեսեք, ինչ որ իրավիճակում, ինչ որ դրվագներ, միգուցե չեմ բացառում, կարող են ավելի հիասթափությունը մեծ է։ լինել, հա, փողոց դուրս գալու հիմնական դետոնատորը լինելու է ոչ թե ընդդիմությունը, որ միտինգ հայտարարի, հարթակից ինչ կախարդական բառեր են հնչեցնելու, որ նախկինում չէր ասել, այլ ռեգիոնալ այս արտաքին մարտահրավերները կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ շատերը լավ է թե դու բոլորին համաձայն չես, բայց թվում է այդուհանդերձ դու էլ ինչ-որ մի պահի կմիանաս, եթե տեսնես, որ այլևս ոչ թե մենք ընտրություն ենք կատարելու մեր սրտի ուզած իշխանության մասին, այլ երկիրը սրանք կարող են հասնել մի այնպիսի իրավիճակ, որ ասես, որը իրացիոնալ է իհարկե, բայց ասես այմար պրծնենք էլի սրանց, մի հնարով պրծնենք, 2018-ին այդ արհավիրքը այդ մտածողությունը եղել է եւ դա մեզ բերել է անդառնալի հետևանքների։ Ես դրա համար շեշտեցի, որ դա իրացիոնալ է եւ էլի ինչպես թեպետ 2018-ին ես չեմ սատարել հեղափոխությանը։ Դե քանի դեռ դու չունես ընտրական գործընթացով իշխանություն փոխելու նախադեպ, ամենամեծ քվե ունեցող իշխանությունն է ամենալավ իշխանությունն է այս անվազության պայմաններում ամենաընտիր նորմալ կիրթ զուսպ մարդն է այս իշխանության այս սահմանադրության պայմաններում եւ ընտրություններով իշխանություն փոխելու նախադեպ ունենալու պայմաններում ժամանակին կարող է դառնալ հրեշտ։ Հավատացեք մենք էլ եթե հայտնվենք իշխանության եւ ընտրություններով իշխանություն փոխելու մեխանիզմը չգործի, մենք էլ երկար մնանք իշխանության չի բացառվում մենք էլ ոչ պակաս անտանելի դառնանք, ես կարծում եմ, որ մենք սրա չափ վնաս չենք տա երկրի, որովհետև ինչքան հնարավոր է վնաս տալ տարածքային կորուստների բայց այդուհանդերձ քանի դեռ դու չունես ընտրություններով իշխանություն փոխելու նախադեպ, այո, դու երբեմն ստիպված ես լինում բախվել մի երկընտրանքի, որ լավ միգուցե եկող այնքան էլ վստահ չեմ, որ լավն է, բայց այս գործողից արդեն մինչև կոկորդներս կուշտ են։ Եվ այդտեղ է դե տրամաբանության մեջ 2018-ին մերժեցին Սերժ Սարգսյանին, արդյունքում ստացան Նիկոլ Փաշինյան, տարածքային ժողովուրդներ ով լինի, թող լինի, թող Օլի Փետեր սխալ է այդ մոտեցումը, սխալ է այդ մոտեցումը, վատից էլ ավելի վատը կա, բայց քո ասացի մեջ կար մի այսպիսի տրամաբանություն, որ տրամադրությունն է, որ ժողովրդին հիասթափեցնողը այսօր այնուամենայնիվ եւ իշխանությունն է եւ ընդդիմությունն։ Միանշան է։ Իսկ չես կարծում, որ ընդդիմության որակական փոփոխության կարիք եւ անհրաժեշտություն կա։ Ինչպես սահակացած կենթանի օրգանիզմ ընդդիմությունն էլ ռեստավրացիայի կարիք ունի միշտ եւ անկախ ընթացիկ հաջողություններից եւ անհաջողություններից միշտ էլ կա դեմքեր կան, որ իրոք հոգնեցրել են, ոչ թե այդ մարդիկ վատ մարդիկ են կամ մարդկային հակակ չէ։ Դե Աղվան Վարդանյանը 7 սրոք նստած է հաժեն։ Ես նկատի ունեմ, որ մարդկային տիպաժներ կան, որ երբ որ իրանք անդադար նոտային են խփում, միգուցե իրենց ասածը ճիշտ է, բայց եթե իրենք էլ չունեն պրոգրես իրենց կարգավիճակի առումով, ականջը կանչի Արշակ Սարդոյանի, հա, այդպես ինչ-որ հատ սիմվոլիկա է դարձել ինքը, մեր մարդիկ կան 15, 20, 25 տարի անդադար նույն ինչ-որ պոզիցիա։ Բայց խնդիրը անձերի մեջ չէ, ես էլի պիտի վերադառնամ այդ ընտրություններով իշխանություն փոխելու նախադեպ չունենալու,
որովհետև նորմալ քաղաքական համակարգերում իշխանություն ու ընդդիմություն տեղերը փոխվում չէ բարբերաբար 5 կամ 10 տարի մեկ տեղերը փոխվում են բայց երբ որ դու ունեցել ես միշտ իշխանություններ ովքեր որոնք միան վերարտադրվել են իսկ 18 թվականներ եթե դա համարենք բացառություն դա համարում ենք բացառություն այն կոնտեքստով որ գնալով ավելի սկսում են ինչ-որ խոսակցությունների հայտ գան, որ դա ոչ իշխանափոխություններ, տեղափոխություններ, այլ ինչ-որ դավադրություններ, կային արտաքին շահառուներ, ներքին շահառուներ, Արցախը հանձնվելու միտված ինչ-որ ավանտյուր է։ Վաղուց էր հանձնված Արցախը։ Հա, բայց միևնույնն է ռեալության մեջ ժողովրդի մոտ կար այդ ռեալ սոցիալական բազան այդ փոփոխությունների պահանջարկը, ոչ թե հատկապես Սերժ Սարգսյանից, այդ պարագան դիցուկ Սերժ Սարգսյանից, բայց ոչ թե անձերի մասին է խոսքը, այլ որ երկրում այդ բան վիճակը, որ ուժեղ տղերքը մենք ենք, մենք միշտ պիտի իշխանության ունենք, դրությունների ժամանակ չգիտեմ, ձայներ բերողները, փոխբաժանողները, շտաբ աշխատացնողները, ավտոնյալներ են, որոնք հետո օգտվում են տենդերներից, պետգնումներից, այս հողը կոպեկներով սեփականաշնորհել, կեղծատուրտել, այդ թալանը, որ ասում են, որ եւ այլ, ինչ-որ մեկը չի մտել կենտրոնական բանկից չմադանով փող տարել իրանց տուն, խողովակներ կարելի բան անելու եւ հասարակության մեջ հիմա էլ կա, այո, եւ հասարակության մեջ թալանի մասին պատկերացումները չի սահմանափակվում մենակ այն դրվագով, թե այսինչ իշխանավորին, որ բռնեցին, հմեկով ցույց տվեցին, որ այ տեսեք իրան ձերբակալել են կամ քրեական գործ կա տանում են դատարան, այս իր ունեցվածքը խլելու են, բաժանել ժողովրդին եւ ժողովուրդը լավ ապրի։ Չէ, մի հատված կա, այո, կերակրվում է դա որպես սնունդ, մեդիա սնունդ, բայց ռեալության մեջ այն մարդը, ով ծայրը ծայրին հասցնելով, չգիտեմ, վարկա փակում է, ուսանողի ուսմավարձա տալիս, կոմունալները տալիս, ծմրանը, մյուս առողջապահական ծախսեր, երբ որ նաև տեսնում է աչ ու ձախ, ասենք, չգիտեմ, նախարարը, դատախազը, Ես անդակույց ժպտում եմ, քննիչը, ոստիկանապետը, դեկանը, գյուղապետը, մարզպետը, թաղապետը, չգիտեմ, այս ինչ մարզի, այս ինչ ասենք, չգիտեմ, սոցհապի պետը, ջերմուղի պետը, այդ ցանցի պետը, բանը, այդ բոլորը իրենց լեգալ եկամուտին ոչ համարժեք ճոխ կյանքով են ապրում եւ ունեն բիզնեսներ, մարդը ասում է սա կոռուպցիան։ Բայց մենք ունեինք Արցախ։ Ասում է իշխանություն, կամ դու փայ ես։ հայրենիք ունենք։ Ասում է կամ դու փայ ես։ Կամ են դու անզոր ես դրա դեմ։ Մանուկ դա շատ արատավոր երևույթներ են, կիսում եմ, այո, դա փաստ է եղել եւ սոցիալական վիճակը վերելա նրան, այդ կոռուպտված վիճակը վերելա նրան, որ ժողովուրդը հոգնել էր ու փոփոխություն էր ուզում։ Բայց մենք չենք կարող նաեւ հերքել, որ այդ ժամանակ մենք ունեինք շահեկան դիրքեր, ունեինք Արցախ, գնում էինք Արցախ, ունենք հնարավորություն գնալու Արցախ, միջազգային հարաբերություն ունենք ավելի լավ ու արժանապատիվ դիրքեր, քան այսօր։ Ես sense մի բան ասեմ, այո, դա այդպես է, բայց այդ տեմպերով, այդ ամենը պահել մենք ինչքան կարող ենք։ Դա 16 թվականի ապրիլյան պատերազմը լրջագույն աղավանք էր, որ այդ բանաձևով, որ ոչինչ թող դա հանդուրժենք, ու չէ ոչ մեկը չէր ասում հանդուրժենք, բայց փաստաթի տենց է։ Թող դա տենց լինի, բայց մենք Արցախ ունենք։ Այն պարագան, երբ որ նաև Արցախի անունը տալով այնքան մարդ, այնքան կապիտալ կուտակեց այդ ընթացքում, եւ ժողովրդի իսկվա շերտի մոտ Արցախը սկսեց ասոցացվել Արցախի հետ կապված եւ ոչ միգուցե ոչ այնքան կապված ինչ-որ մարդկանց հարստացման եւ ապօրինությունների հետ ու այդ 16 թվականը պահազանգ է, լրջագույն ահազանգ էր, որ այդ բանաձևը այլևս, որ այս կառուցակարգով, այս հարաբերություններով, ֆինանսների, հնայի, երկրի հազգային հարստությամբ, այս հոսքերով, այս անդադ նույն մարդիկ, որ շարունակում էին հարստանալ, այդ տենդենսներով ռազմական բալանս սպասարկել, որը երաշխիքներ, որ չի հարցարկի Ադրբեջանը,
Խիստ ասում այլևս։ Իհարկե կար արտաքին գործողություն, սպասող ուկրաինական պատերազմին ընդառաջ այս ռեգիոնում ճարտարապետության փոփոխությունը, որպեսզի որոշակիորեն թուրքական լոյալություն լիներ Ուկրաինայի։ Այդ դրվագները բոլորը կային։ Բայց ես ուզում եմ հիշեցնել 2020 թվականի ապրիլին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքը։ Ես ինչու միգուցե շատերը չեն ֆիքսել, որտեղ COVID էր ամբողջ աշխարհում, ինչ-որ բան վիճակ էր, կարանտինային։ Լավրովը 20 թվականին հայտարարեց, որ բանակցային գործընթաց որպես այդպիսի գոյություն չունի։ Բանակցությունները մտել են փակուղի, կամ այն ինչ որ սեղանի տակ կամ դա ստորագրվում է, կամ դրա այլընտրանքը պատերազմ է։ Հիմա մենք կարող ենք չինել ռուսական կողմից քննադատել, որ դուք այլ մեր դարավոր դաշնակիցներն եք եւ այլն, մարդկանց խոսքը պարզ հետևյալն է, եթե մենք ենք ձեզ սատարել շատ դեպքերում էժան, շատ դեպքերում անվճար զենք տալով, որ ռազմական բալանս ապահովեք, որ Ադրբեջանը չհարձակվի, հիմա մենք ասում ենք հարգելիներ 7 շրջանից 5 տվեք, խաղապահարին շարք, կարգավիճակի հետ կապված կոմպրոմիս չկա այս փուլում։ Այդ բանը եկեք անենք, անցնենք առաջ։ Եվ այդտեղ էր, որ Եվ դա լավագույն տարբերակը կլիներ։ Դժվար էր անվանել լավագույն, բայց այդ պահին այստեղ գիտեք, եթե Փաշինյանը հայտարարած չլիներ, որ ժողովուրդ ես իմ կետից եմ սկսում, այլ որ մի հատ լավ տարբերակ կլինի, ես կգամ ագորակը հրավիրեմ եւ ձեզ կասեմ, եւ ամենայն աններելի, ես ասի հանցանք ու զանցանքը մեր երկրի հանդեպ են, որ շատ լավ հասկանալով, որ օրերի հարց է պատերազմի մեկնարկը, նա մարդկանց չհրավիրեց հրապարակ, ասի ժողովուրդ կամ այն ինչ որ թուղթը կա, որը միգուցե այնքան է լավ չի, կամ դա ստորագրում ենք, կամ գրում ենք պատերազմ, եթե հրապարակում հավաքա ժողովուրդը կասել, չէ դու իրավունք չունես հող զիջես մի սանցին, գնացենք պատերազմի, հետո այլևս ոչ մեկ իրար չէ կարող մեղադրել, որ այ դու տարար պատերազմի։ Իսկ եթե կասեին դու հողատու ես գնա, թող ինքը գնար, թե հետո եկողի դեպքում ինչ կլիներ, ինքը պատասխանատվություն չէր կրի, հա։ Եվ իրան ոչ մեկ, բայց ոնց ես Մարդը ով իրան ասում է Հռոմի պապ թագավոր է, Հիսուս, չգիտեմ ինչ, բնականաբար պիտի ուզեն նաև չգիտեմ Վարդան Մամիկոնյան եւ Դավիթ Բեկ դառնա, որ հեսա գնալու է Բաքու գրավի, եւ այդտեղ ինքը տարավ բանի։ Ոչինչ այդ մարդիկ էլ հենց իրեն կապիտուլյացիայի, բայց ես էլի վերադառնալով ձեր ասած դրվագին, որ մենք ունենք Արցախ եւ այլն, գիտեք երկրի զարգացման եւ հեռանկարային ամենայն համար գլխավոր ցուցիչը ծանելիության մակարդակ։ Գիտես դու այն մեկ շնչին նկնող հնայով եւ կյանքի տևողությամբ, անվտանգությամբ, միջին եվրոպական նկատի սկանդինավյան երկիր չէ, որ ասես դրա ծանելիությունը կարաշատել չունի միգրանտների հաշվին բնակչությունը կապահովենք, կարող է կյանքի բարձր որակի։ Եթե դու ունես գոյաբանական խնդիր ես ռեգիոնում եւ դու ունես հարևաններ, որոնց մոտ ծնելիությունը, եթե քո մոտ ծնելիությունը բարձր չի, դու ինչքան վեր գաղափարություն ես հետապնդում, հա? Ինչ որ մի ժամանակահատված հետո քո դիմադրողականության լիմիտը սպառվելու է։ Դա օբյեկտիվորեն, դա անքննելի է։ Որտեղ ծնելիությունը հետ բերում է տնտեսության հզորացում, ամեն մի նոր ծնվող երեխա դա պոտենցիալ հարկատու է, զինվոր է, գիտնական է, ուսուցիչ է, երկիրը հզորացնող է։ Ահա այդտեղ է, որ ես մի քիչ վերապահում եմ, որ մենք լավ ենք, մենք նորմալ ենք, Արցախը պահում ենք, դա բաժակաճառով չի։ Դա կոնկրետ թվեր են, էլի, ռազմական բալանս։ Այն է շարունակ բաժակաճառով է եղել, այո, եւ արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Անի մեզ ասում են, որ մեր ժամանակը լրացել է հաղորդման։ Չզգացինք ոնց ժամանակը ամփոփել մեր այսօրվա զրույցը։ Ինչ ունենք մեր հյուրին։ Հյուրին շնորհակալություն ենք հայտնում։ Ձեզ շնորհակալություն։ Դժվար է առավոտը վաղ արթնանալ։ Լավ եք նայվում ել եմ ուզում օգտվել։ Շնորհակալ եմ։ Հնարավորինս փորձում ենք թույլատրել այս ծանր իրադրության պայմաններում, բայց լավ լուրեր չկան այնուամենայնիվ։ Ես sense պատկերավոր բան ասեմ, երբ որ ասենք գալիս է մայրամոտ մի քիչ ավելի մոխրագույն է երկինքը դառնում, հետո գալիս է ինչ-որ մի պահի լուսինը, հետո աստղերը ժամը մոտավորապես 4-ից սկսած մինչև լուսաբաց ամենաթանձր խավարն է։ Լուսաբացից առաջ միշտ ամենածանր, հա, մուգ գիշերն է, երբ որ աստղեր չկա, լուսիններ չկա, եւ տպավորությունն է, որ աշխարհի վերջն է, բայց մեկ էլ
արշալույսն է գալիս ու փոփոխություններ են լինում։ Ես ոչ թե սա ասում եմ մարդկանց ինչ-որ սին բան պատրանքներով կերակրելու համար, այլ մի պարզ գիտակցությամբ, որ մեր փոխարեն ոչ մեկը մեր երկիրը լավը չի դարձնելու։ Եվ մենք ուղղակի պարտավոր ենք հետևություններ անել, վերլուծել, անփոխարինելի եւ հավերժ իշխանություններ չկան։ Եվ յուրաքանչյուրս հասկանանք, որ ամենալավ իշխանությունն էլ, որին մենք կբերենք, Անի շատ սիրուն ես, անդադ մի եթե մենք թույլ տանք, նա լկտիանալու է։ Պիտի ժամանակի հետ միշտ Պետք է ունենանք առողջ ընդդիմություն, որպեսզի ունենանք առողջ իշխանություն։ Իսկ ընդհանուր առմամբ պետք է ունենաս առողջ հասարակություն, որպեսզի այդ ընդդիմությունները իշխանությունները Հասարակության ծնունդն են։ այո, մեջից են դուրս գալիս, որ հասարակությունը միշտ պահանջատեր լինի, իրավատեր լինի, որ միտեղ մի ստոր, մի սրիկա բան ան նկատում, չնամտածի, որ եթե սա ինձ չի վերաբերվում, արի ես գնամ իմ գործին, փողոց, դու գնա մենակով կռիվտուր գլխով պատճառ, հա։ Այդ սոցիալական, հասարակական գիտակցությունը, դրա համար ես միշտ կարևորում եմ, որ մեր ապագա Հայաստանի նորմալ ազգային իշխանությունները պիտի առաջին հերթին ստրատեգիական ներդրում կատարեն կրթության վրա։ անպայման։ Կրթության վրա, որպեսզի մարդկանց մոտ գիտակցվի հանրային շահ եւ համակեցության կանոններ, որ ոչ թե լկտին ու զորբան է ձերքում լինեն հաջողակ, այլ է ձերքում հաջողակ լինի օրինապաշտ, հա, եւ կիրթ վարվելակերպ եւ ապրելակերպ ունեցող մարդ։ Առանց դրա դու այս երկիրը ապագա չի ունենա։ Մենք հետ տենց սկսեցինք կարծես կրթությամբ, բայց այն գեղեցիկ աստղեր, երկինք, լռություն բան, օրինակ այսօր այդ լռության մեջ երբ որ արդեն աչքս կպնում է, դա պատուհանն էլ բացա, մի հատ միվայ է անցնում, Աստված ինձ մի ճամփատուր վիճակ էր։ Դա էլ է պետք։ Որտեղ արդեն ամեն ինչ այն որ sense Այս սպասում է այդպես բան։ Կադրից դուրս կշարունակենք մեր զրույցը, իսկ հիմա ես լիացած եմ կրկին քեզնով, ես անգամ եմ որ այդ շլապայի ծայրերից ինչ որ sense քաղաքական մտքեր եմ գեներացում։ Քաղաքական մտքեր եմ գեներացնում շլապաների հեղափոխությունը իրականություն դարձնելու համար։ Գեղեցկությունը ավելի է sense շատ անում էլի, աչքիդ ավելի է սիրունանում ամեն ինչ։ Փակ Իրանին։ Սիրելի հետևորդներ, այսպիսին էր մեր այսօրվա առավոտը։ Անկախ լուրերից մաղթում եմ ձեզ լի ժպիտներով օր։ Կհանդիպենք։ Շնորհակալություն ուշադրության համար։ Մենք երկուշաբթի օրը կրկին Անի հետ կվարենք առավոտը մեդիահաբի հետ։ Եվ հետո իմ գործընկեր Կարենը կգա եւ կշարունակենք մեր մնացած թողարկումները։ Շնորհակալություն, կհանդիպենք։